Ողջույն իմ հարազատ կապան։ Լավ ենք, չէ՞։ Իրականում տարբեր հարթակներից միշտ ելույթ ունենալու հնարավորություններ ունենում եմ, բայց կարծում եմ ամենապատասխանատու ելույթը հավանաբար իմ համաքաղաքացիների առաջ ունեցած խոսքն է։ Եվ գիտեք, վերջին անգամ, երբ այստեղ էինք 5 տարի առաջ էր, Հայաստան դաշինքը իր կազմով այստեղ էր և 5 տարվա ընթացքում իջև ասեմ, թե ինչ ենք արել և հիմա ոնց ենք պատկերացնում, ես ուզում եմ ասել, որպես կապանցի փորձել եմ անել ամեն բան, որպեսզի կապանցու խնդիրները բարձրաձայնված լինեն, որպեսզի այն անվտանգային մարտահրավերները, որի առաջ մենք բոլորս կանգնած էինք, հնչեցված լինեն, և ես խոնարհաբար ուզում եմ ասել, որ իսկապես փորձել եմ ամեն բան անել, վստահ եմ ձեր աչքի առջև է եղել։ Սիրելի համաքաղաքացիներ, 5 տարի առաջ մենք ասում էինք, որ եթե այն իշխանությունը, որ պատերազմ է բերել, պատերազմ է պարտվել, չի կարող ոչ խաղաղություն ապահովել, ոչ անվտանգություն ապահովել։ Եվ ցավոք մենք իրավացի ենք դա ասելով։ Եվ մենք տեսանք, որ վերընտրվելուց հետո 21 թվականից մինչև հիմա մի բան է լավ արել այս իշխանությունը, հանձնել է, եթե աշխարհում մրցույթ լիներ հանձնելու, այս իշխանությունը վստահաբար առաջին տեղը կգրավեր։ 21 թվականից հետո ամբողջությամբ հանձնել է Արցախը, հանձնել է Գորիս-Կապան ճանապարհը, մեր մինչ համայնքային Կապան ճակատային ճանապարհը։ Եվ հիմա էլ նորից մասնակցում է ընտրություններին ասելով, որ հիմա էլ գալիս է այսպես կոչված անկլավներ հանձնելու, Տիգրանաշենը հանձնելու, այն ճանապարհը, որով մենք ամեն օր գնում և գալիս ենք։ Եվ սա մենք միասին պետք է ուղղակի թույլ չտանք։ Եվ մի բան, եթե ընդհանրապես պետք է հանձնվի, պետք է հանձնվի Նիկոլ Փաշինյանը, հայկական արդարադատությանը։ Որովհետև անհնար է հազարամյակներով բնակեցված հայրենիք կորցնել, հանձնել, հազարավոր տղաների կյանքը դնել զոհասեղանին և դրա համար որևէ պատասխանատվության չենթարկվել։ Եվ մեր քաղաքական ուժը և հատկապես մեր քաղաքական ուժի առաջնորդը շատ հստակ է դիրքորոշումը հայտնում է։ Սիրելի կապանցիներ, ես գիտեք, ծնվել մեծացել եմ Կապան քաղաքում և այստեղ ապրող մարդիկ մանկուց ի վեր ներշնչվել են հերոսական կերպարներով, Գարեգին Նժդե, Դավիթ Բեկ, Պողոս Դավթյան, Արամ Մանուկյան, առաջին հանրապետության հիմնադիր, և մենք գիտենք, թե հերոսական ճանապարհը որն է և հերոսն ովքեր են։ Հիմա մեզ բոլորիս փորձում են համոզել, որ ոչ թե հերոսություն է հող ազատագրելն ու հող պահելը, այլ հող հանձնելը։ Հիմա այդպես են, չէ, փորձում իրենց դիրքավորել, որ լավ էր, որ Արցախը հանձնվեց, լավ էր, որ այս ճանապարհները հանձնվեցին։ Մենք ասում ենք հակառակը, կապանցին պետք է մերժի ցանկացած նման զիջողական քաղաքականություն։ Մենք իհարկե ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ մեր հարևանների հետ, բայց այդ հարաբերությունների կարգավորումը չի կարող լինել սեփական արժանապատվության, նվաստացման և ստորացման ճանապարհով և կապանցին որևէ կերպ դա թույլ տալ ուղղակի չի կարող։ Ես վերջին ժամանակահատվածում հատկապես լսել եմ, որ շատ մեծ դժգոհություն կա հատկապես սահմանամերձ բնակավայրերում դպրոցների փակման առիթով և ես չեմ կարող այս հարթակից չխոսել նաև դրա մասին։ Սիրելի հատկապես սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ, մենք պարզապես կասեցնելու ենք այդ ծրագիրը։ Նույն Դավիթ Բեկից բազմաթիվ ահազանգներ ենք ստացել, այդ ծրագիրը կասեցվելու է, սահմանամերձ գյուղը առանց դպրոց ուղղակի գոյություն ունենալ չի կարող և թույլ չենք տալու այս հանձնվողական քաղաքականությունը բերել արդեն երկրի սահմաններից ներս մեր գյուղերում, ընդ որում, երբ որ վերջին տարիներին Սյունիքից 20,000 մարդ ուղղակի դուրս է եկել և սահմանամերձ բնակավայրերը մարդաթափել ուղղակի անթույլատրելի է։ Հաջորդ մի ծրագրային դրույթ, որի մասին ես անպայման կուզենայի խոսել այն է, որ սահմանամերձ բնակավայրերում յուրաքանչյուր ծնվող երեխայի համար
մենք առաջարկում ենք տրամադրել ընտանիքին 60,000 դրամ, մինչև նրա չափահաս դառնալը։ Սա ստրատեգիական մոտեցում է։ Մինչ այս իշխանությունները փակում են դպրոցը, որը փաստացի բերելու է մարդաթափման սահմանամերձ բնակավայրերի, մենք առաջարկում ենք ոչ միայն պահպանել այդ դպրոցները, այլ նաև յուրաքանչյուր ծնվող երեխայի համար տրամադրել ընտանիքին 60,000 դրամ, որն էականորեն ավելի կենսունակ է դարձնելու գյուղերը, որոնք անթույլատրելի է, որ ուղղակի մարդաթափվեն։ Հայաստանի Հանրապետությունը, մեր երկիրը սկսում է սահմանամերձ բնակավայրից և մենք այն պարտավոր ենք պահպանել։ Մի քանի օր առաջ վերջին զանգներ ես կապանում էի, քայլում էի փողոցով, հանդիպում էի շրջանավարտների և շատ ուրախ էի, երբ նրանցից մի քանիսն ինձ ասում էին, որ շատ ոգևորված են այն ծրագրային առաջարկով, որ առաջիկայում կրթությունը լինելու է անվճար։ Այո, սիրելի երիտասարդ, դու պետք է սովորես անվճար պետական համալսարաններում և դա պետությունը ձեզ ապահովելու է, մեր իշխանությունը դա ապահովելու է, մենք դա երաշխավորում ենք։ Մինչև մեր հավաքը սկսելու, գիտեք վերջին, ուզում եմ շատ անկեղծ զրույց ունենալ ձեզ հետ։ Վերջին մի քանի օրերի ընթացքում և կապանով շրջում էի, զգում էի, որ ինչ-որ լարվածություն չասեմ, բայց վախի մթնոլորտ զգացվում էր։ Ու ես գիտեմ դա ինչու է, որովհետև մի լայքի համար մարդկանց հեռացնում են աշխատանքի, տարբեր համակարգեր սկսում են աշխատել, ուսուցիչներ բազմաթիվ այս ընթացքում հանդիպում եմ, ովքեր ասում էին, որ գաղափարապես մեզ հետ են կցանկանային այստեղ լինել, բայց չեն կարողանում գալ։ Սա ուղղակի խայտառակություն է։ Այն վախի մթնոլորտը, որ փորձում են սերմանել մարդկանց մեջ, ուղղակի խայտառակություն է։ Իրենց թվում է, որ Նիկոլ Փաշինյանը, որ այստեղ է գալիս, ստիպողաբար բոլոր դպրոցի տնօրեններին և ուսուցիչներին բերել այստեղ կանգնացրել եք, ինչ որ եղանակ եք փոխում, իհարկե չեք փոխում։ Ուսուցիչը երեխա է կրթում և նա գիտի, որ Աստված մի արասցե այս իշխանությունները եթե պահպանվեն, ապա դասագրքերում ամոթալի իրողություններ են արձանագրվելու։ Ընդհուպ մինչև, որ Արցախի հերոսամարտը համարելու են սովորական ճակատագրական սխալ։ Ես այն սերունդն եմ, որ արժևորում եմ իմ նախորդ սերնդի արած հերոսական քայլերը և բոլորս պետք է արժևորենք։ Եվ ուսուցիչը, այո, ոչ թե պետք է իրեն ստիպել այստեղ գալ հանձնվողականության մասին դասեր լսել, այլ պետք է պայքարի, որպեսզի իր աշակերտը հերոսական ուղու մասին իմանա, հերոսական պայքարի մասին իմանա, իրական հերոսների մասին իմանա և ոչ թե դավաճանների և հող հանձնողների։ Սիրելի կապանցիներ, կարծում եմ դեռ առիթներ կլինի նաև այս ընթացքում շատ շփվելու, Սյունիքը մեր Հայաստանի ողնաշարն է։ Ես ուզում ենք մենք միասին ամուր պահենք այդ ողնաշարը, որովհետև իսկապես բազմաթիվ վտանգներ և մարտահրավերներ կան, որ հիմա մեր առջև կանգնած են։ Բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները աչք ունեն այս կամ այն հատվածի վրա։ Եկեք մենք միասնաբար ասենք, որ թույլ չենք տալու, որ Սյունիքը որպես մեր ողնաշար ջարդվի։ Մենք ամուր պահելու ենք Սյունիքը, ամուր պահելու ենք Կապանը ու ոչ թե խոսելու ենք նրա մասին, որ դեռ Հայաստանում կան տարածքներ, որ պետք է հանձնվեն, այլ ասում ենք, որ մեր սուվերեն տարածքները պետք է ազատագրենք։ Եվ ես վստահ եմ, որ մենք միասնաբար դա կարող ենք անել։ Միասին և հետևաբար ես ուզում եմ բոլորին հորդորել, խնդրել, անպայմանորեն մասնակցել ընտրություններին, ոչ միայն մարդիկ, ովքեր այստեղ կանգնած են, վստահ եմ դուք գնալու եք ընտրություններին, այլ մարդիկ, ովքեր տարբեր տեղերից հիմա մեզ լսում են, բայց այստեղ չեն։ Պարտադիր մասնակցեք ընտրություններին, եթե չեք ուզում, որ մեր եկեղեցին քանդվի։ Պարտադիր մասնակցեք ընտրությունների, եթե չեք ուզում Ալիևի պատվերով սահմանադրություն փոխվի։ Պարտադիր մասնակցեք ընտրություններին, եթե չեք ուզում նոր տարածքներ հանձնվեն, ինչի անոնսը արդեն արվել է։ Պարտադիր մասնակցեք ընտրություններին, որպեսզի մեր խորհրդանիշների դեմ պայքար չմղվի, որպեսզի ադրբեջանցիները Հայաստանում չբնակեցվեն և չզգան իրենց այնպես, ինչպես երազում է այսօրվա իշխանությունը։ Սա մեր բոլորի պարտքն է
մեր ավակ սերունդի նկատմամբ եւ մեր գալիք սերունդի նկատմամբ պահպանել մեր ինքնությունը եւ հանուն դրա պետք է մասնակցել ընտրություններին։ Շնորհակալ եմ շատ։